Հրապարակ թերթը գրում է. բանակի գնդերեցներին դավանափոխանելու եւ վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ 2-3 հոգեվորականի է հաջողվել դավանափոխանել, այն էլ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգեվորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է եւ եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ, սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլև նախատել բարձրաստիճան զինվորականներին քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ ՔՊ-ին։ Փաստորաթերթը գրում է. հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզե համալիրային համալիրում տեղի ունեցավ Արցախին նվիրված «Մենք կանք» մշակութային միջոցառումը, որի շրջանակներում կայացավ մեծ ցուցահանդես, ինչպես նաև խոշոր համերգ։ Միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել Արցախի մշակութային կոլեկտիվներին, բազմաթիվ հայտնի մենակատարների Արցախից եւ Հայաստանից։ Արցախի բռնի հայաթափումից ի վեր սա ամենամեծ մշակութային միջոցառումն էր։ Այն ունեցել է 400-ից ավելի մասնակից եւ 9000-ից ավելի հանդիսատես։ Մեր տեղեկություններով, սակայն միջոցառումը է կոչվել մեծ դիմադրության արդյունքում։ Իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձել են արգելել դրա անցկացումը։ Մարզահամերգային համալիրի տնօրինությունն օրինակ պարտադրել է, որ հավանավորների անունները չնշվեն, Արցախի օրհներգը չկատարվի, զինանշանը ոչ միտեղ չօգտագործվի։ Բարձր գին է սահմանվել տարածքի վարձակալության համար, բայց չնայած բոլոր դժվարություններին միջոցառումը կայացել է։ Ցուցահանդեսը չափազանց տպավորիչ էր, իսկ 3.5 ժամ տևողությամբ համերգը ոգևորիչ ու հուզիչ։ Ի դեպ, մինչև 10,000 հանդիսատես տեղավորող դահլիճում գրեթե չեն եղել ազատ տեղեր։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունները եկեղեցու բարենորոգում անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են հայ առաքելական եկեղեցու գույքին տիրանալ։ Ազգային ժողով բերած նախագծով իշխանությունը որոշել է վերահսկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավանու տակ գտնվող սեփականությունը, ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։ Նախագիծը հեղինակել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, որը կոչվում է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Թագուհի Ղազարյանը նախագիծն ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելիս հայտարարեց, որ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել, բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայն։ Ըստ նախագծի կառավարությունը կարող է կամ տալ համաձայնություն կամ չտալ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։ Ղազարյանը նշեց, որ այս նախագիծը հիմնականում կապ ունի հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ, քանի որ ամենից շատ պատմամշակութային հուշարձաններ սեփականության իրավունքով տիրապետում է հենց նա։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարեր պարունակող համակարգից, բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը նախարարը։ Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermes բրենդի գոտի է, վերևի ձիակառքի լոգոն հենց Hermes-ին է։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց, որ նախարարի գոտին բնական բարձրակարգ է ձեռքի աշխատանք, մանրակրկիտ կար ու եզրերի մշակում անցած, ըստ պաշտոնական կայքի նախարարի կապած գոտին արժե 1375 ԱՄՆ դոլար։ Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում, այն Christian Dior է, որը զեղչով արժե 64000 դրամ։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով ընտրություններին ընդառաջ ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Շատ զինվորականներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով չէին մասնակցում ատեստավորման գործընթացին, քանի որ հաճախ կտրվում էին քննություններից, իմանալով այդ հրահանգի մասին, դիմել են, որ օգտվեն նախընտրական նպաստավոր պահից։ Հրապարակ թերթը գրում է. օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանքի առաջադրվել իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Իսպիրյանը ըստ մեղադրանքի կեղծ բուժառուների է գրանցել եւ պետությունից գումար ստացել իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ 2021 թվականի ամռանը։ Մեր տեղեկություններով այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա եւ հայրն են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն իրականացնում։
եւ Անուշի Սպիրյանը, որը Պապիկյանի հորընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ, չնայած բժշկական հաստատության կոլեկտիվը կտրականապես դեմ էր այդ նշանակմանը։ Իդեպ խոսակցություններ կան, որ նրանց նշանակած այլ կադրերի նկատմամբ են իրավապահներն ուսումնասիրություններ սկսել։ Հավանաբար ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է այս ճանապարհով բոլորին վերահսկելի դարձնել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. դեռ հունվարի 15-ին տեղի ունեցած քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ որոշվել էր, որ առաջիկայում պետք է տեղի ունենա կուսակցության արտահերթ համաժողով։ Ըստ պաշտոնական տեղեկատվության քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը եւ կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեր տեղեկությունների համաձայն նախնական որոշված է, որ կրկին 1000 պատվիրակ է ընտրվելու ու 3 օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու։ Այսինքն ԿՊԱ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ԿՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը։ Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն, թե որ ԿՊԱ-կանն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին։ Միայն այդ ընտրություններից հետո նոր ԿՊ կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ԿՊ ցուցակի առաջատարները։